առավոտյան պետք է խուզարկվեր այդ տարածքը։ Ինչու։ Ինչու՞։ Որովհետև անվտանգության ծառայության կողմից եղել է ուղղակի ակնհայտ եղել է ասենց տվյալներ, որ նռնակներ, պայթուցիկ նյութեր կան այդ տարածքնու վրաների տակ։ Եվ գտել են։ Այո։ Եղել են եւ հայտարարել են, որ ուժ կիրառելու նպատակ չկա։ Եվ խնդիրը հենց խուզարկելն էր այդ տարածքը։ Օպերայի տարածքը։ Ցուցարարները արդեն պատրաստ սպասում էին, քնած մարդ այնտեղ չկար։ Իրենք ինֆորմացիան ստացել են, որ այդպիսի խուզարկում լինելու է, եւ այդ գործով մի փոխգնդապետ դատվել է, գախնի այսպես տեղեկությունը հրապարակելու համար, հայտնելու համար, եւ իրենք սկսել են քարերով բանուն նետել ոստիկանների վրա։ Քնած տեղը։ Քնած չէին, Պետրոս, մի խեղաթյուրեք, մի խեղաթյուրեք իրավիճակը։ Հենց այդ կադրերը կա ամբողջ նկարահանված։ Այսինքն քնած չէին, կարելի իրենց ծեծել եւ քշել։ Ոչ, իրենք են դիմադրություն ցուցաբերել ոստիկանների նկատմամբ, ոստիկանությունը ուժ է կիրառել։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր ոստիկանները ուժ են կիրառում։ Շատ դեպքում չարթարացված։ Շատ լավ, պարոն Քոչարյան, առաջ չեք ուզում շարժվել։ Այդ եմ ասում, որովհետեւ այս թեման ամփոփենք։ Մարտի 1-ի հարցով դատարան, իրավունք, կարծիքներ եւ այլն, սա պարզ է։ Կարելի է անդադ բանավիճել, հա, իշխանությունը ձեզ, դուք իշխանությանը, բայց որպես նախագահ, քաղաքական առումով, մարդկային առումով այդ զոհերի համար դուք ձեզ պատասխանատու համարում եք, թե չէ։ Նայեք, յուրաքանչյուր առաջի դեմք երկի որոշ չափով պատասխանության այդ զգացողությունը ունի, նաեւ ես ունեմ։ Բայց խնդիրը ինչի մեջ է։ Առաջի զոհված ով էր։ Ոստիկանը։ Ոստիկանության կապիտանը։ Առաջի զոհվածը ինքն էր։ Որևէ մեկ քաղաքական դեմք, անդիմադիր հայտնի դեմք, հայտնի, ոչ հայտնի, որևէ վնասված ստացել է, թե որ չի ստացել։ Զոհվել են ուղղակի պարզ ժողովուրդ, պարզ մարդիկ, որոնք մասնակցել են այդ անկարգություններին։ Մեկ գործիչ հայտնի վնասված չի ստացել։ Այդ ձեր սխալը դրա մեջ կա։ Սա գիտեք ինչից է, սա ինչից է գալիս։ Սա գալիս է հետևյալից, որ նպատակաուղղված այդ գործիչների նկատմամբ գործողություն չի եղել։ Հիմա ինչ վերաբերում է 10 զոհի, առաջի պատասխանատուն եւ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն է հրահրել այդ ամենը։ Դուք ձեզ մեղավոր համարում եք։ Նիկոլ Փաշինյանը իրեն մեղավոր համարում է։ Այդ հարցը Նիկոլ Փաշինյանը փառավորվում է իր սիրտը, փառավորվում է, որ ոստիկանների հետ բախոններ են գնում, որ ձեռներից խլում է, քարեր բերեք, էս բերեք, են բերեք։ Դուք սխալ արել եք։ Այդ օրը։ Այո։ Նայեք, իմ գործողությունները միակ պաշտոնյան, որը կարող էր մտցնել արտակարգ դրություն, նախագահն է։ Միայն պաշտոնյան։ Հիմա երբ հարկիզված են մի քանի տասնյակ մեքենաներ եւ երբ կան արդեն մի քանի տասնյակ վիրավորներ ոստիկանությունից, պարտավոր է ես դա անել, թե պարտավոր չէ։ Թե ես կարայի ոչինչ բան չմտցնեի, ոչինչ բան չանեի։ Իմ հարցը ուրիշ է։ Մեղավորը դուք սխալ արել եք, թե չէ։ Նայեք, կոնկրետ քայլեր, որոշումներ ես չեմ տեսնում, թե ես որ որոշումն եմ սխալ արել այս process-ի մեջ, բայց որպես առաջի դեմք, իհարկե ես իմ մեղավորությունը զգում եմ, որ սա չպիտի լիներ։ Մի հարցը, որ դու ընդհանուր process-ի համար զգում ես պատասխանատվություն, կիսում ես այդ պատասխանատվությունը, մեկ ուրիշ հարց է, որ դու քո կոնկրետ քայլը բերել է ինչ որ հետևանքների։ Այդ կոնկրետ քայլը հասկացա։ Հա, հասկացաք, չկա եւ ոչ մի բանում չկա այդ կոնկրետ քայլը։ Հիմա իմ մոտ հարցը է դրանն է։ Ոչ մի սխալ քայլ չեք արել։ Սխալ քայլ, որը բերել է դրան, ես ընտրություններին չեմ մասնակցել, խոսքի մասին չէր ընդհանրապես։ Լավ, գնանք առաջ, պարոն Քոչարյան, հիմա տեսեք։ Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը իր մեղավորությունը զգում է, թե չի զգում։ Ես